TRIPS զարգացման ծրագիրը դեռևս հայտարարությունների փուլում է և չունի պարտադիր իրավական ուժ, մինչև չգրվեն ու խորհրդարանը չհաստատի համապատասխան համաձայնագրերը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ստանում է փոխադարձ առավելություններ, օրինակ բերելով բենզինի և ցորենի ներկրման գների նվազումը։ Փաշինյանը ԱԺ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան։ Ըստ նրա, սա տարածաշրջանային տնտեսական նոր իրողություն է, որը բխում է խաղաղության օրակարգից։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Վարչապետը նաև մանրամասներ է հայտնել ապաշրջափակման գործընթացից, նշելով, որ նախորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետները համատեղ վերաբացման նպատակով ուսումնասիրել են երասխ-սադարակ երկաթուղու վիճակը,